1905 թվականին հարավային Աֆրիկայի մեջ հանգիմը մեջ են գտնվեցավ աշխարհի ամենամեծ եւ ամենածանր ատամանտը։ Ատամանտը փոխադրվեցավ Անգլիա եւ այնտեղ քանի մգդորներու բաժնվերի հետ դաշվեցավ եւ 1908 թվականին 3 տարվա աշխատանքեն հետ մեջտեղ ելավ աշխարհի ամենամեծ մաքուր թափանցիկ ատամանտը, որ գգշրե 530 քարատ, այսինքն 106 գրամ եւ 74 երեսներ ունի եւ այնպես կհամեմատվի անորքինը 400 միլիոն դոլարեն մինչև 1 միլիարդ դոլար։ Անշուշտ որ ծախու չէ, այլ կգտնվի թանգարանի մեջ, Լոնդոնի մեջ, թագավորական թանգարանի մեջ եւ Քավազանիմը վրան տրված է, որում վրան խաչ կա, ատամանտյա խաչ կա։ Եվ ճիշտ այդ խաչին դագը տրված է եւ ցևը, ուրեմն այս ատամանտին Գարձեք բզդիկ դանցմն է, դանցի ցև է։ Ուրեմն այդ ատամանտը կգոչվի The Great Star of Africa։ Երևակայեցեք, որ դուք առանձնաշնորհումը ունեցաք, որ այդ ատամանտը ձեր ափին մեջ տրվի։ Բայց դուք պիտի չգիտնաք, որ ադիգա ատամանտն է, եւ ցեզի պիտի տնեն մութ սենյակի մեջ, ամբողջությամբ մութ սենյակի մեջ։ Եվ դուք ձեր ափը գփանաք, կամ գշոշապեք կտեսնեք, որ փամ մգա ձեր ցերքին մեջ։ Արդյոք այդ ատամանտը գփայլի առանց լույսի այդ մութ սենյակին մեջ։ Երբեք։ Այդ ատամանտին քոյությունը, որ աշխարհի ամենամեծ եւ ամենասուր ատամանտն է, մութ սենյակի մեջ երբեք տարբերություն չունի քարիմը, որ դուրս կելնենք եւ կգտնենք։ Եթե այդ սենյակին մեջ միան մեկ մոմը վարվի, այդ ատամանտը քեղեցկորեն իր 72 երեսներով պիտի սկսի փայլիլ, իր ցոլացումը պիտի դա։ Մութին մեջ այդ ատամանտը քարիմը նման է, բայց լույսի մեջ այդ ատամանտը արժեքը գտնա 1 միլիարդ դոլարի հասնել։ Թեթև լույսը այդ ատամանտին արժեք կուտա, բայց առանց լույսի այդ ատամանտը իր քեղեցկությունը գգործընծնե։ Կարտացված հատվածեն Հովանես Արաքյալ մեզի գսե լույսը խավարի մեջ կլուսավորեր ու խավարը զանիգա չջանցավ։ Հիսուս եկավ այս մութ աշխարհը, որովհետեւ իր լույսը դա։ Առանց Քրիստոսի մենք կարող չենք տեսնելու Աստված, կարող չենք տեսնելու ճշմարտությունը, կարող չենք տեսնելու շնորհքը, հույսը, հավիտենական լույսը։ Ասոնք բոլորը ատամանտի նման են մեր ցերկին մեջ, այս մութ աշխարհի մեջ։ Միան Քրիստոսի լույսն է, որ այս ատամանտը, որ ունենք մեր ցերկերուն, գլուսավոր է եւ մենք գհասկանանք, թե ով է Աստված։
ինչ է ճշմարտությունը, ինչ է հավատքը եւ ինչ է լույսը։ Անորոմար Հիսուսը ասավ. Ես եմ աշխարհի լույսը։ Ան որ իմ ետևես ուքա խավարի մեջ պիտի չքալե։ Հապա կյանքի լույսը պիտի ունենա։ Հիսուս լույսն է, որ մեզի հոգևոր ճշմարտություններ կփանա եւ Աստուծո քեղեցկությունը կհայտնե։ Առանց Քրիստոսի լույսին մենք այս բոլորը կարող չէ տեսնենք։ Եսայի մարգարե Քրիստոսի աշխարհքալեն 600 տարիներ առաջ այսպես ասավ. Խավարի մեջ բդդող ժողովուրդը մեծ լույս տեսավ։ Մահվան շուքին մեջ շուքի երգիրը փնագողներուն լույս ցակեցավ։ Եսայի 9:2 Մարգարեացավ Եսայի մարգարեն եւ Քրիստոսի աշխարհքալուն մասին խոսեցավ, որպես երկինքեն իջած լույս, որ այս խավար աշխարհը եւ խավարցած ժողովուրդը գլուսավորե։ Հովանես Սալակյալ իր խոսքին մեջ կսե. «Կյանքը անով էր ու կյանքը մարդոց լույսն էր»։ Հիսուսի կյանքը չսկսավ Բեթլեհեմեն, Բեթլեհեմը բաժին մներ, գետ մներ, իր կյանքին գետ մներ մարմին արդելուն, բայց Հիսուսի քոյությունը ստեղծագործութենեն առաջ էր։ Անորոմար Աստծո խոսքը մեզի գսե, որ ամեն բան անով եղավ, ինչ որ եղավ։ Բոլոր ստեղծագործության մեջ Քրիստոս իբրև Աստուծո երկրորդ անձնավորությունը ներկա էր այդ ստեղծագործության ժամանակ, որովհետև անիգա հավիտենական բանն է, հավիտենական խոսքն է, կյանքի աղբյուրն է, լույսի աղբյուրն է։ Հովանես Սալակյալ կշարունակե եւ կսե ճշմարիտ լույսը ան է, որ աշխարհ եկող բոլոր մարդիկը գլուսավորե։ Քրիստոսի լույսը մեր հոգին աչքերը կփանա զաստված դեսնելու։ Ճշմարիտ լույս է անիգա, որովհետև ամբողջ մարդկությունը գլուսավոր է։ Շատ առաջնորդներ եկած են այս աշխարհի վրա, շատ ուսուցիչներ, փիլիսոփաներ եկած են, որոնք որոշ լուսավորում արած են իրենց շուրջը գտնվող ապրողներուն հետ։ Բայց Քրիստոս իր լույսը ամբողջ աշխարհի եւ ամբողջ մարդկության դված է։ Ցավալին այն է, որ Աստծո խոսքը մեզի գսե ինք աշխարհի մեջ էր եւ աշխարհ անով եղավ, բայց աշխարհ զանիգա չջանցավ։ Իրեններուն եկավ, սակայն իրենները զինք չընդունեցին։ Ցավալի էր ադիգա, որովհետև աշխարհ այն ժամանակ չջանցավ Քրիստոսի եւ աշխարհ այսօր նաեւ չջանչնար Քրիստոսի։ Մարդիկ այս կյանքը գաբրին, որ սահմանված է մեկ անգամ ապրելու եւ այս աշխարհը գցիկեն առանց Քրիստոսի։ Այս աշխարհի խավարը Քրիստոսի լույսին թեմ բայկարեցավ, բայց չգրծավ հաղթել։ Ինչու համար խավարը կբայկարի լույսին թեմ, որովհետև լույսը Երևան կհանե, մեջտեղ կհանե հբարդությունը, մեղքը
եսասիրությունը, անձնասիրությունը եւ ինչ որ խավարի գործեր են, արդյոք խավարը գրնա հաղթել լույսին։ Խավարը գոյություն չունի։ Խավար գլա, որովհետև լույսի բագաս գլա։ Մութ սենյակին մեջ մեկ փոքր մոմը այդ խավարին կհաղթե։ Խավարը չի գրնար հաղթել լույսին։ Աստծո խոսքը մեզ գսե Հովհաննես առաքյալի միջոցով եւ լույսը խավարի մեջ գլուսավորեր։ Լույսը շատ ավելի զորավոր է, քան խավարը։ Դերևս մեր կյանքի մեջ գունենանք ժամանակներ, որ խավարի մեջ ենք անցնենք, մտության մեջ ենք անցնենք։ Ադիգա գլա սուքմը, գորուստմը, վախ, մինագություն, շվարում, depression, այս բոլորը խավարի մեջ կաբրինք մենք։ Այս բոլորը գնամանին մութ ամբիմը, որ ցերեկ ադեն գուքան եւ արևը գծածկեն եւ գարձեք քիշերը, բայց ադիգա ժամանակավոր է։ Այդ ամբը գանցնի եւ գերտա եւ դարձյալ արևը փայլելու գսկսի։ Խավարը մերժեց Քրիստոսի, բայց չհաղթեց այն։ Ամորամար, երբ մեր կյանքի մեջ խավար օրեր ունենանք, հիշենք եւ հավատանք, որ խավարը չգրծավ հաղթել Քրիստոսի։ Անորամար ամեն անգամ որ մեր հույսը եւ մեր հավատքը Քրիստոսի վրա գտնենք, այդ խավար ժամանակեն դուրս կելնենք։ Ուրախ լուրը այն է, որ առաքյալը մեզի գսե, բայց որոնք որ զինք ընդունեցին, մարդիկ եղան, որ մերժեցին Քրիստոսը, ինչպես այսօր աշխարհ գմերժե Քրիստոսը, մեր շուրջը գտնվող ժողովուրդը գտեսնենք գմերժեն Քրիստոսը, բայց բարի եւ ուրախ լուրը այն է, որ շատեր գնդունին Քրիստոսը։ Եվ այս հավատքին համար փառք կուտանք, որտեղ այս հավատքը մեր մեջ ծրած է եւ մեզի հրավիրած է զինք ճանչնալու եւ ընդունելու այն փալի լուրը, որ աշխարհ փերավ։ Մարդիկ կա որ գմերժեն, մարդիկ կա որ գնդունին։ Շատերը մերժեցին եւ շատերը ընդունեցին, արդյոք որ խումբեն ենք ես երթում։ Մերժողներու խումբեն, թե ընդունողներու խումբեն։ Բարի լուրը այն է, որ անոնք որոնք զինք ընդունեցին, անոնց կսե իշխանություն դվավ Աստուծո որդիները լալու, որոնք կհավատան իր անվանը։ Եվ ասիգա ոչ ուժով է, ոչ ավանդությունով է, ոչ արժանանքությամբ է։ Ասիգա իր մե է, ինքը իշխանությունը դվավ, որբեսի անոնք որոնք զինք ընդունին, Աստուծո որդիներ դառնան։ Եվ ինչպես կսե առաքյալը, որոնք ոչ արյուն է եւ ոչ մարմնի կամք է, ոչ ալ մարդու կամք է, հավա Աստուծո մե ծնան։ Ուրեմն նայեցեք, եթե մենք գնդունենք այս լույսը, երկինքեն եկած լույսը, գհավատանք, մեր կյանքերը գհանցնենք, գնվիրենք, լույսի մեջ կաբրինք, այն ժամանակ գտարնանք Աստուծո որդիներ։ Առանց այս ջամփեն անցնելու Աստուծո որդիներ չենք դառնար։
Անոր համար կարևոր է, որ Քրիստոսի լույսին հետևողները լանք։ Կարևոր է, որ լույսի մեջ ապրենք։ Մեր կյանքը թափանցի գլա այդ ադամանդին նման, որ Քրիստոսի լույսը քալով մեր մեջ են գանցնի, որովհետեւ դառնանք Աստծո որդիներ։ Ուրիշ միջոց չկա Աստծո որդիներ դառնալու, մենք մեզի չխաբենք, ոչ ալ աշխարհը մեզի խաբե։ Եվ ասիկա մարդկային գործ չէ, ասիկա աստվածային գործ է։ Լույսը մեզի ջամփան ցույց կտա։ Լույսը մեզի նոր կյանք կտա։ Երբ Աստծո որդիներ կդառնանք, վերստին կծնենք, նոր կյանք կունենանք, նոր ինքնություն կունենանք, a new identity։ Գտարնանք Աստծո որդիներ։ Անոր համար քրիստոնեական հավատքը գրոնքը չէ։ Քրիստոնեական հավատքը գրոնքը չէ, այլ հարաբերություն է։ Անգլերեն ասեմ, որովհետեւ երիտասարդներն ավելի լավ հասկանան։ So Christian faith is not a religion. Christian faith is not a religion. But it is a relationship. Ինչպես հայրը եւ որդիմը, ինչպես որդիմը եւ հայրը իրարու հետ կհարաբերին։ Քրիստոնեական հավատքն ալ նույնն է։ Անձնական եւ հավաքական իբրև եկեղեցի հարաբերություն է Աստծո հետ։ Անոր համար Հիսուսը ասավ. ես եմ աշխարհի լույսը։ Հովանու ավետարանի մեջ 7 անգամներ հիշված են, որ Հիսուս ինքզինքը կնմանցնե փանիմը։ Ես եմ աշխարհի լույսը։ Ես եմ երկինքեն իջած հացը։ Ես եմ ոչխարներուն թուրը։ Ես եմ հավիտենական կյանքը, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Այս երկրորդ խոսքն է, որ Հիսուսը ասավ, այս ես եմ ներու մեջ, ես եմ աշխարհի լույսը։ Ան որ իմ երևես կուքա խավարի մեջ պիտի չկալե, հապա կյանքի լույսը պիտի ունենա։ Ասիկա պատկերմն է, ինչ որ Քրիստոս ռավ այս աշխարհի մեջ, որ քալով այս աշխարհի խավարը լուսավորեց։ Հիսուս մոմի մբես չէ։ Հիսուս արևի պես եւ արևեն շատ ավելի զորավոր է։ Մոմը աշխարհը չի գտնա լուսավորել, հազիվ սենյակ մը գրնա քիչ մը լուսավորել։ Բայց Աստծո ստեղծած արևը աշխարհը լուսավոր է։ Հիսուս այդ արևեն շատ ավելի լուսավոր է։ Որ մարդոց սրտերը, հոգիները եւ կյանքերը լուսավոր է։ Եվ գուզե լուսավոր էր քու կյանքդ, քու սիրտդ եւ քու հոգիդ։ Բայց սա ան որ իմ ետևես կուքա։ Ոչ թե ոյևէ մեկը։ Ան որ իմ ետևես կուքա։ Ուրեմն չի պավեր Հիսուսով հիանալ եւ ասել ինչ լավ ուսուցիչ է, ինչ լավ փիլիսոփա է, ինչ լավ օրինակ է։ Շատեր գսեն այդպես։ Հիսուս փածարի ուսուցիչ է, Հիսուս փիլիսոփա է, շատեր գսեն, բայց Հիսուս ատկե անտին է, այդ բոլորն է, բայց ատկե անտին է։ Ուրեմն ճանչտանք, որ Հիսուս մեր կյանքերը լուսավորողն է, մեր հոգիները լուսավորողն է եւ մեր հոգին փրկիչն է, որ մեզի կշնորհե հավիտենական կյանք։ Ադամանդը առանց լույսի չի փայլիր։ Մենք առանց Քրիստոսի
չենք փայլիր։ Քարիմը նման ենք, որ ոչ մեկ արժեք ունի։ Բայց երբ Քրիստոս իր լույսը ցոլացնե մեր վրա, այն ժամանակ մենք փայլելու կսկսենք։ Ճիշտ ադոր համար Մատթեոս ավետարանիչ Հիսուսի հետևյալ խոսքը գսե, որը սավ լերան կարոզի մեջ, թուգեք աշխարհի լույսը, քաղաքը, որ լերան վրա գեցած է, չի գտնար բահվիլ։ Իրականության մեջ մենք կանչված ենք այս աշխարհի մեջ լույսը լալու նաև։ Բայց մեր լույսը ուր գուկա։ Քրիստոսը գուկա։ Քրիստոսը լույսը արդելով մենք ալ գրնանք լուսավորել մեր շուրջը։ Արդյոք տուն եւ ես կլուսավորենք մեր շուրջը։ Ուր որ գտնվենք։ Ինչպես լուսինը իր լույսը գարնե արևեն և իրիգունը այս աշխարհը գլուսավոր է։ Մենք այդ լուսինին պես ենք։ Եթե լուսինը աշխարհի ետևը բահվտած լա, աշխարհը արգել կլա և չի գտնալ իր լույսը արդել, անոր համար 28 օր անգամ կտեսնենք լուսին չլար։ Բայց երբ որ լուսինը աշխարհեն հեռանալու սկսի եւ լույսը սկսի առնել արևեն, կսկսի իր առած լույսը աշխարհին տալ։ Մենք նույնն ենք։ Ամեն անգամ որ խավարի մեջ գտնվենք, Քրիստոսի լույսը չենք գնալ առնել եւ մեր շուրջը չենք գնալ լուսավորել։ Բայց ամեն անգամ որ Քրիստոսի լույսին առջև ենք, գտեսնենք, անոր մեր լույս կարտենք և մեր լույսը աշխարհին գուտանք։ Անոր համար Հիսուս կշարունակե և գսե այնպես թող լուսավորեց ձեր լույսը մարդոց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր հայրը, որ երկինքն է։ Մենք կանչված ենք լույսը առնելու և լույսը դալու, որպեսզի Աստուծո անունը փառավորվի։ Ամբողջ Աստվածաշունչը լույսի պատմություն է։ Լույսով սկսավ։ Լույսը լասավ Աստված առաջին օրը։ Եվ կտեսնենք լույսի պատմությունները։ Եսայի մարգարեն գսե լույս եկավ։ Լույս աշխարհ եկավ։ Հովաննու ավետարանիչ Հիսուսի համար գսե լույսն է, աշխարհի լույսն է։ Հայտություն Հովաննուն լույսով կվերջանա։ Աստված լույս է, Աստված է, լույսով կսկսի և լույսով կվերջացնե և կկանչե իր ժողովուրդը խավարեն լույսի կալու։ Ինչպես ադամանդը չի փայլիր մութին մեջ, մարդուն սիրտն ալ չի փայլիր առանց Քրիստոսի։ Պետք ունենք մենք Քրիստոսի։ Երբ այս աշխարհի լույսը Քրիստոս փայլի մեր սրտերում մեջ, մեր կյանքը կփոխվի, փոփոխություններով կսկսի։ Մեր մեղքերը կներվին, մեր ճամփան կլուսավորվի, մեր ինքնությունը կվերահաստատվի, our identity is restored։ Մեր նպատակը կհայտնվի, ինչու համար կապրինք, մեր հույսը կնորոգվի։ Այսօր 2000 տարիներ վերջ Քրիստոսի կալուստեն, դարձյալ նույն խոսքը կգրտնվի Հիսուսի. Ես եմ աշխարհի լույսը, ան որ իմ ետևես կուքա, խավարի մեջ պիտի չգալե, հապա գենաց լույսը պիտի ունենա։ Ունենք այսօր այդ լույսը մենք։ Թող լավ որ այդ լույսը փնտրենք, ուզենք, հնազանդենք այդ լույսին, լույսի մեջ գալենք։ Մեր կյանքը թափանցիկ կլա։ Մութ տեղեր չլա մեր կյանքի մեջ, խավար տեղեր չլա մեր կյանքի մեջ։ Տեղեր չլա որ ամոթ է գսենք, չեմ գրնար ասիկա մեկը գիտնա, ամոթ է։ Մեր կյանքը մաքուր թողլա, առանց մեղքի թողլա։ Եվ եթե կան խավար տեղեր, կան մեղքեր, կան մութ տեղեր, Աստուծո առջև բերենք, խոստովանենք։ Դերը գները, նորը կսկսի մեզի հետ։
Նոր ճամփան կսկսենք մենք, նոր լուսավոր ճամփան կսկսենք, մինչև որ հասնենք լուսավոր քաղաքին, հավիտենական կյանքին, որ Տերը մեզի կգանչի։ Թող Տերը օրհնե իր սուրբ խոսքին քարոզչությունը։ Ամեն։ Եկեք այժմ մեր սիրո նվերները Տերոջը տանք։